Ժամը 22:00-ի սահմաններում երկու քույրերը վերադառնում են տուն, վերցնելու այն իրերը, որոնք նրանցից մեկին շտապ անհրաժեշտ էին։ Աղջկա խոսքով իր կրտսեր քույրը ուշացել էր գիշերը եւ ուզում էր արագ հավաքել հագուստը, սակայն տուն մտնելուց անմիջապես առաջ նրանք նկատում են ինչ-որ տարօրինակ բան դիմացի մայթեզրի։ Այնտեղ սուպերմարկետի սայլակ կար, լիքը սարսափելի տիկնիկներով։ Հետաքրքրված աղջիկները գնացին ավելի մոտիկից նայելու, բայց զննումը երկար չտևեց։ Նրանք անմիջապես վազեցին տուն, սակայն հենց այս պահին նրանց դռան տեսախցիկի կադրերը ֆիքսում են բոլորովին անսպասելի մի բան։ Ահա թե ինչ է ֆիքսվել տեսախցիկով։ We just need to go in and get your sleep. Alright. Shut up. Hurry up. Ես չեմ մտնելու ձեր տուն եւ չեմ դիպչելու ձեր իրերին, այնպես որ դուք էլ մի դիպչեք ինին։ Պարզվում է, որ տիկնիկներով սայլակը պատկանել է մի կնոջ։ Նա մտնում է տարածք եւ սկսում գոռալ աղջիկների վրա իր իրերին դիպչելու համար, որոնց մեջ ի դեպ կան իրական տիկնիկներ։ Սրանք իսկապես վախեցնող առարկաներ են, բայց դա տեսանյութում ամենասարսափելի բանը չէ։ Մինչ կինը դրան մոտ է, միջանցքում հանկարծ մի ստվեր փայլատակում է, ինչ-որ սև ու անձև բան շտապում է հատակով։ Դժվար է տեսնել այն, առարկան շատ արագ է շարժվում եւ չունի հստակ ուրվագիծ, միայն սև զանգված է, եւ այս արարածը հայտնվում է մեկից ավելի անգամ։ Աղջկա խոսքով նախորդ գիշերը նա նմանատիպ կերպարանք էր նկատել իր տան մոտ։ Սկզբում նա կարծեց, թե դա պարզապես սև կատու է, քանի որ հաճախ է սնունդ թողնում անօթևան կենդանիների համար, սակայն այս ձայնագրությունը դիտելուց հետո նա սկսեց կասկածել դրանում։ Հնարավոր է տեսախցիկը ֆիքսել է բոլորովին տարբեր բան։ Նա դեռ չի կիսվել տեսանյութով եւ չի կարող բացատրել, թե ինչ է նրանք ֆիքսել։ Ինչպես միշտ, արեք ձեր սեփական եզրակացությունները այն մասին, թե իրականում ինչ էր դա։ Սովորական օրը մայրն ու դուստրը շտապում են վերադառնալ իրենց բնակարան, հանդիպելով անծանոթ մեկի։ Նրանց հաջողվեց այս անծանոթին ֆիքսել տեսախցիկով, բայց մոր խոսքով սա միակ տարօրինակ բանը չէր։ Ուշադիր դիտեք։ I just called the police. Get out front of my door. This is the last time I'm gonna tell you. Get out front of my door right now. The police on the way. Go. Ձայնագրման պահին մայրը պատկերացում անգամ չուներ, որ սա տեղի էր ունեցել։ 23-րդ բնակարանի դուռը ինքնուրույն բացվեց եւ մի քանի վայրկյան բաց մնաց, նախքան կրկին փակվելը։ Սակայն սա չէր, որ վախեցրեց Ժասմինին, մորը։ Դեպքից մի քանի օր անց նա ձայնագրում է մի տեսանյութ եւ մատնանշում մի բան, որն ամբողջ իրավիճակը դարձնում է ավելի սարսափելի։ Seen this door come out ever. Like,
Yo, you saw the door just came open. Who opened the door? Like, look at it. Like pitch black. Like make it make sense. Like how? How? I don't know. Don't make sense. Եթե դուռը տարիներ շարունակ փակված լիներ, ինչպես կարող էր այն բացվել ընդհանրապես։ Նա պատասխան չունի, բայց որքան խորանում է պատմության մեջ, այնքան ավելի անհանգստանում։ The door comes open. There's nobody there. Ժասմինը կապվում է կառավարչական ընկերության հետ, որպեսզի ինչ-որ մեկը բացի դուռը, եւ այդ ժամանակ դա տեղի է ունենում։ Look, so I'm gonna let him do what he do, and I'm gonna stay back here. The light works. You say the light works? Y'all can see the light work. Lord. What is that? He's holding me. Yo. These little kids. They have put kids' shoes up in there. What the? So how did? So hold on, because no, this other day the door came open when I was in here. So if the door came open, like Nah, I'm sorry. I'm not. Okay, y'all. So remember that thing? I thought it was a snake. I really thought it was some plastic, but y'all, I'm not gonna get close to this. This is real snake skin. Oh my God. Look at that. Մի քանի օրվա ընթացքում հայտնաբերվում է մանկական կոշիկների մի հսկայական կույտ, եւ հենց կոշիկների քանակն է վախեցնում Ժասմինին, ով ասում է, որ սա կարող է վկայել շատ ավելի սարսափելի եւ լուրջ բանի մասին, քան պարզապես գերբնական երևույթ է։ Սակայն նախքան ոստիկանություն գնալը նա նկատում է իր տեսանյութում ինչ-որ բան, որը փոխում է իրավիճակի իր ընկալումը։ So I'm looking back at this video that I took with the property manager guy, right? And I noticed something in them pile of shoes. Those frozen Elsa boots, whatever you want to call it. Those boots are my daughter's. Like, I'm gonna show y'all a picture that me and my daughter took, like, I want to say like 2 months ago. Yo, this is crazy because I really thought she just lost them at school. Those shoes belong to my daughter. Դիտելով տեսանյութը, նա մտածում է, թե ինչպես են իր դստել կոշիկները հայտնվել այդ կույտի մեջ։ Ժասմինը չգիտի, բայց նա կանխազգացում ունի, թե դա ինչ կարող է նշանակել։ Տեսանյութը կառավարող ընկերությունը ցույց տալուց եւ պարզելուց հետո, որ սենյակը չի օգտագործվել տարիներ շարունակ, նա սարսափելի եզրակացություն է անում։ Going around here just collecting shoes. And I'm not gonna say collecting, stealing little kids' shoes around here. I've talked to at least 2 or 3 different people in this building who have said that their children been missing shoes. So I'm thinking that somebody has access to that room and they're going around stealing shoes and then taking them and putting them in there. They're just putting shoes in the room. Like it just none of this makes sense to me right now. None of it. Շենքում ինչ-որ մեկը մուտք ունի այս սենյակ եւ այնտեղ է դնում գողացված կոշիկները։ Չնայած կառավարման ընկերությունը հանեց բոլոր գտնված կոշիկները եւ խոստացավ փոխել կողպեկը, նրանք զգուշացրին Ժասմինին զգույշ լինել, ուստի նա որոշեց թակարդ դնել։ See these little shoes right here? Put them here as bait, right? On some real cheap shoes, just, you know, little kid shoes or whatever. But what I did was I got me a plant, right? Little cheap plant too. But look what's inside the plant. Hopefully y'all can see it. Hopefully nobody else see it, but Նրա խոսքով այն անձը, ով վերցնում է երեխաների կոշիկները եւ մտնում սենյակ, ամենայն հավանականությամբ նույն մարդն է, ով գողացել է իր տեսախցիկը, սակայն հսկողության 2 գիշերների ընթացքում ոչինչ տեղի չի ունեցել։ Երրորդ գիշերը ինչ-որ տարօրինակ բան է նկարահանվել, տեսեք ինքներդ։
կոշիկներից մեկը հանկարծակի ինքնուրույն շարժվում է։ Այն կարծես ցատկում է եւ վայրեջ կատարում մյուս կոշիկի կողքին, որոշակի անկյան տակ։ Նույնիսկ Ժասմինի հարևանուհին վախեցած էր, բայց հենց նրա պատմությունն էր, որ այն ավելի սարսափելի դարձրեց։ Նա ասաց, որ բնակարանը լքել է իր դռան մոտ երեխայի լացի ձայնը լսելուց հետո, սակայն շուտով հասկացավ, որ ձայնը գալիս էր հենց այն սենյակից, որտեղ գտնվել էին կոշիկները։ Գիտակցելով սա, նա վախեցած վերադարձավ բնակարան եւ հետո տեղի ունեցավ եւս մեկ բան։ Ձայնագրության մեջ երեխայի լացի ձայն չկա, ուստի դա հաստատել հնարավոր չէ։ Նույնիսկ եթե նա ինչ-որ բան լսել է, դա միևնույն է չի բացատրում, թե ինչպես կարող էր կոշիկը ինքնուրույն շարժվել։ Մինչ օրս այս ամբողջ պատմության մասին քիչ բան է հայտնի, եւ այն փաստը, որ նոր տեսանյութեր չեն հայտնվել, միայն ավելացնում է առեղծվածը։ Ինչպես միշտ, մինչև ավելի շատ տեղեկություններ չհայտնվեն, այս պատմությունը կմնա առեղծված։